Շաբաթ-կիրակի ՔՊԱ-ականները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավ են իրականացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։ Նիկոլ Փաշինյանի Գորիս այցից հետո Իրինա Յոլյանը ներկայացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Նա հայտարարել է, որ սա բացառապես իր անձնական որոշումն է։ Այսօր ժամը 19:00-ին Հայաստան դաշինքը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը եւ ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին։ Երևանի քաղաքապետի նոր խորհրդական է նշանակվել Սերգեյ Հովակիմյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան ներկայացրել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկն իր ընտանիքն է որդեգրել։ Նա նաև խնդրել է իր կնոջն այլևս շուն չտալ, քանի որ տանն այլևս տեղ չկա։ Սուրեն Աղաջանյանը 60 կիլոգրամային քաշային կարգով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է։ Սերբիայում ավարտվող մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշտը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է վրացի Գյորգի Կոչոլիձեին։ Այսպիսով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ունի 2 ոսկե մեդալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Մակրոնը կոչ է արել անհապաղ վերջ դնել անընդունելի հարձակումներին, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ։ Ըստ տեղեկությունների Դուբայի օդանավակայանի մոտ վառելիքի պահեստ է վնասվել։ Թռիչքները չեղարկվել են, հարյուրավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայանում։ Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություններ սկսելու մասին։